Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին։ Դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Խաղի կանոնները հաղորդումն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ Սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր հաղորդման այսօրվա հյուրերն են Սպառողների շահերի պաշտպանության գլխավոր մասնագետ Շուշանիկ Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ իրավաբանական վարչության ավագ իրավաբան Մերի Օհանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք նախորդ հաղորդման ընթացքում արդեն իսկ անդրադարձանք մի շարք հարցերի, որոնք բարձրացվում են հաճախ թե տնտեսվարող սուբյեկտների եւ թե սպառողների կողմից, եւ այսօր առանձնացրել ենք եւս 7 հարց մեր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար նաեւ, եւ այսպես առաջին հարցը՝ իրավունք ունի արդյոք տնտեսվարող սուբյեկտը տարբեր գներ նշել անկանխիկ եւ կանխիկ գնումների համար։ Շատ լավ, որպես օրենքով նշեմ, Սաթենիկ ջան, իրավունք չունի տնտեսվարող սուբյեկտը առանձնացնել անկանխիկ կամ կանխիկ գներ կամ տարբերություն դնել ապրանքի վաճառքի մեջ։ Սակայն ավելացնեմ, որ լիազորությունների կատարման շրջանում այս գործառույթը հանձնաժողովին չէ պատկանում, բայց շատ հաճախ է հանձնաժողովում ստացվում բողոքներ, որ մեր սպառողները տեսնում են գների անհամաչափ վիճակ, այսինքն խանութներում հանդիպում են, երբ որ կանխիկ գինը եւ անկանխիկ գինը տարբեր է լինում։ Եվ նման բողոք ստացել ենք նաև վերջերս սպառողի հարթակի միջոցով, որ սպառողը բողոքում է, որ գնում կատարելիս ստացվում է անկանխիկի միջոցով գինը տարբեր է լինում։ Երբ որ հանձնաժողովում հավաքվում են նման բողոքներ կամ հանձնաժողովում վարույթի շրջանակում բացահայտում ենք նման գործառույթ, գործելակերպ տնտեսավարող սուբյեկտի կողմից, ապա այդ տվյալները մենք փոխանցում ենք համապատասխան լիազոր պետական մարմնին, պետական եկամուտների կոմիտեին։ Բայց նաև լինում են, որ մեր տնտեսվարողները փոքրիկ խորամանկությունների են դիմում եւ դա մեկնաբանում են որպես զեղչ։ Եվ վերջերս հանձնաժողովում ունեինք մի վարույթ խոշոր տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, երբ որ ապրանք իրացնելիս, վաճառելիս նույնպես ակնհայտորեն գնի տարբերություններ լինում։ Երբ որ մենք կատարեցինք իր պաշտոնական կայքեջի ուսումնասիրություն, հայտնաբերեցինք, որ գնում կատարելիս, երբ որ on-line ձևակերպում ենք կատարում, դե բնականաբար արդեն անկանխիկ է ստացվում այդ գործարքը, սպառողին առաջարկվում էր միայն չզեղչված տարբերակը։ Իսկ երբ որ մոտեցանք արդեն նույնը խանութում գնում կատարելու, կանխիկ գնման դեպքում այլ գիներ առաջարկվում, իսկ անկանխիկ գնման դեպքում արդեն չզեղչված տարբերակը։ Բնականաբար հանձնաժողովը այս գործելավոճը տնտեսվարող սուբյեկտի որակեց որպես անբարեխիղճ մրցակցության եւ հասարակության մոլորեցման դրսեւորում եւ նշանակվեց նրա նկատմամբ պատասխանատվության միջոցի տուգանքի կիրառումը, ընդ որում տնտեսվարող սուբյեկտը ընդունեց իրեն վերահասցեագրվող խախտման փաստը եւ տուգանվեց գումարի տեսքով, ընտրվեց պատասխանատվության միջոցը տուգանք։ Բայց ընդհանուր առմամբ անկանխիկ եւ կանխիկ բուն որպես հարցի պատասխան գների տարբերություն օրենսդրությամբ չի թույլատրվում։ Հաջորդ հարցը վստահ եմ մեր շատ սպառողների կհետաքրքրի եւ մինչեւ օրս էլ հետաքրքրում է, հարցը վերաբերում է այն հանգամանքին, երբ որ մենք վերցնում ենք ապրանքը դարակաշարից, որտեղ նշված է այլ գին, ավելի ցածր գին, բայց մոտենում ենք արդեն վճարման եւ մեզ ասում են, որ գինը բարձրացել է եւ պետք է վճարենք արդեն այդ բարձր գինը։ Այս սա համարվում է մոլորություն։ Իրականում բավականին հաճախ հանդիպող եւ հետաքրքիր հարց է, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ԵՄ համագործակցության արդյունքում ՍԵՊԱ-ի ստորագրմամբ ստանձնել է մի շարք պարտավորություններ ու հիմնականում պարտավորությունները եղել են ԵՄ դիրեկտիվները իմպլեմենտացնելու ՀՀ օրենսդրությամբ եւ ինչու եմ ամենը նշում, որովհետեւ այդ բոլոր փոփոխությունները առևտրի ու ծառայությունների մասին օրենքում, որոնք որ նախատեսված են ապրանքի գնի ներկայացման կանոններին, ունեն ավելի խորը ակունքներ, ունեն շատ հստակ նպատակներ, որը նաեւ հենց այս շփոթային դեպքերից խուսափելն է։ Հիմա առևտրի ու ծառայությունների մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, որովհետեւ ինչպես նշեցի, այդ համագործակցությունը ԵՄ-ի հետ ունի մի քանի նպատակներ, օրինակ ավելի թափանցիկ շուկա ստեղծելը, մասնավորապես այնպիսի շուկա ապահովելը, որ սպառողը կարողանա ավելի հեշտ ընտրություն կատարել եւ գները ներկայացնել այնպես միավոր գինի եւ վաճառքի գինը, որ սպառողը հնարավորություն ունենա օպտիմալ համեմատությունների միջոցով գիտակցված ընտրություն կատարել։ Մասնավորապես առևտրի ու ծառայությունների մասին օրենքում կատարվել են որոշակի փոփոխություններ ու կան հստակ պահանջներ ներկայացնելու ապրանքի միավոր գինը եւ վաճառքի գինը։ Քանիցս եւ այս տաղավարից եւ
նաև պրակտիկ գործունեության ընթացքում հանձնաժողովը ներկայացրել է, որ ապրանքի վաճառքի գինը որն է, միավոր գինը որն է, ինչպես են դրանք ներկայացման կանոնները, բայց չենք զլանա եւս մեկ անգամ կնշենք, որ վաճառքի գինը դա տվյալ ապրանքի որոշակի քանակի կամ կոնկրետ ապրանքի վերջնական գինն է, որ իր մեջ ներառում է հարկերը, տուրքերը եւ այլ վճարներ պարտադիր, իսկ միավոր գինը դա տվյալ ապրանքի որոշակի միավոր զանգվածի արտահայտությամբ վերջնական գինն, օրինակ 1 լիտրը, 1 գրամը եւ այլն, մի հստակ օրինակ 4 լիտր, հա, տարողությամբ կաթը ունի եւ վաճառքի գին, որ օրինակ X դրամ է, եւ նրա 1 լիտրը առանձին գին ունի, արժեք ունի։ Այս դեպքում ապրանքը վաճառելիս պետք է տնտեսավարող սուբյեկտը հստակ նշի եւ վաճառքի գինը եւ միավոր գինը։ Իհարկե ապրանքի գնի ներկայացման նշված կանոններից կան որոշակի բացառություններ, մասնավորապես երբ որ ապրանքի ու վաճառքի եւ միավոր գները նույնանում են, օրինակ խաղալիքների դեպքում, հագուստի դեպքում, վերնաշապիկի դեպքում եւ այլն, այս դեպքում նույնանում է, մենք չենք կարող առանձին պահանջել, որպեսզի տնտեսավարողները երկու գինն էլ նշեն։ Կան նաեւ այլ բացառություններ, օրինակ արտադրական փաթեթվածքը, եթե տվյալ ապրանքի այնպեսին է, որ ինքը 50 գրամը կամ միլիգրամը գրամը չի գերազանցում, օրինակ լուծվող սուրճերը բոլորիս հայտնի։ Այլ բացառություններ եւս կան, օրինակ չկշռափաթեթավորված ապրանքները, մակարոնեղեն, ընդեղեն եւ այլն, բոլորը կիլոգրամով են գնում, հետաբար վաճառքի գինը առանձին նշել չի պարտադրում, կամ կոմպլեկտի մեջ գտնվող ապրանքները, ընդհանուր կոմպլեկտի վաճառքի գինը պետք է նշվի, եթե այդ կոմպլեկտի ապրանքներից մեկի գինը 90%-ը չի համարվում տվյալ ապրանքի, ընդհանուր ապրանքի։ Օրինակ բաժակների փաթեթը, այս դեպքում մենք միայն վաճառքի գին պետք է գրենք։ Բայց եթե օրինակ այդ կոմպլեկտում կա խմիչքի գինը դա ենթադրվում է, որ 90%-ը հիմնականի արժեքից ավել կլինի, պետք է նշվի նաև այդ առանձին խմիչքի գինը։ Իհարկե սրանք են ընդհանուր բացառություններ, իսկ ինչ վերաբերում է նշված հարցադրմանը շփոթին, արդյոք եթե սպառողը դարակաշարում մեկ ուրիշ գին է հանդիպում, հետո օրինակ վաճառասեղանին երբ արդեն պետք է վճարում կատարի, բարձում է, որ օրինակ X չափով ավելացել է դրամական գումար ավել պետք է վճարի, այս դեպքում իհարկե առկա է շփոթություն, առկա է մոլորություն, որովհետև եթե սպառողը ծանոթացել է ապրանքի X գնին ու նրա մոտ ցանկություն առաջացել է գնելու այդ ապրանքը հենց այդ գնով, մենք հենց կարևորում ենք այդ պահը, այսինքն սպառողը գիտակցել է, որ ապրանքն ունի այդ գինը, դրա համար է ցանկացել գնել։ Իսկ եթե հետագայում բարձում է, որ այդ ապրանքի գինը ավելացել է, հնարավոր է մոտ այդ ցանկությունը արդեն կորում է եւ շատ բան է փոխում ապրանքի թեկուզ չնչին գնի տարբերությունը։ Հետաբար այո, կա շփոթություն այս դեպքում, հետաբար տնտեսավարող սուբյեկտի համար սա պարտադիր պահանջ է, որպեսզի նա նշի կոնկրետ դարակաշարումային գինը, որը որ հենց վաճառքի գինն է եւ որը հենց պետք է տնտեսավարող սուբյեկտը ներկայացնի սպառողին, սպառողը դա հասկանալով որոշի արդյոք ցանկանում է դա գնել թե ոչ։ Իսկ պատասխանատվության ինչ միջոց է արդեն կիրառվում ապրանքի գնի ներկայացման կանոնների խախտումների դեպքում։ Տեսեք, ինչպես նշեցի, առևտրի ու ծառայությունների մասին օրենքը հստակ նախատեսում է ապրանքի գնի ներկայացման կանոնները եւ ինչպես յուրաքանչյուր կանոն, իրավանորմ եւ այլն, խախտելու դեպքում կան համապատասխան բացասական հետևանքները։ Տվյալ դեպքում եւս հետևանքներ սանված են տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին օրենքում, այնտեղ նշվում է, որ եթե տնտեսավարող սուբյեկտը չի պահպանում առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում նշված ապրանքի գնանշման կանոնները, որոնք քիչ առաջ ներկայացրի, ապա մրցակցության պաշտպանության, մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գլխավոր քարտուղարը գրավոր ծանուցում է ուղարկում տվյալ տնտեսավարող սուբյեկտին։ Այստեղ հարցը առաջանում այդ գրավոր ծանուցումը, հա, գլխավոր քարտուղարը երբ կարող է ներկայացնել, ինչ է հիմք կարող է հանդիսանալ, ցանկացած ձև գրավոր հաղորդումը կամ գրավոր դիմումը ազդակը հանձնաժողովին, որ X տնտեսավարող սուբյեկտը կատարել է իրավախախտում, չի պահպանում ապրանքի գնի ներկայացման կանոնները, հիմք է հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից գրավոր ծանուցում ներկայացնելու համար։ Ընդ որում գրավոր ծանուցումը ի թիվս այլ տեխնիկական պահանջների ունի նաև հետևյալ բովանդակությունը, այնտեղ նշվում է, թե կոնկրետ ինչ իրավախախտում է թույլ տվել տնտեսավարող սուբյեկտը, այսինքն ինչն է խախտում հանդիսացել իր գործողությունը, օրինակ միավոր գինը չի նշել, թե վաճառքի գինը չի նշել։ Հետո նշվում է այն վարքագիծը իրավաչափ, որը ակնկալվում է հանձնաժողովի կողմից, որ այդ տնտեսավարող սուբյեկտը պետք է իրականացնի, օրինակ ընդունի իրավախախտման փաստը եւ օրինակ նշի վաճառքի գինը, եթե չէր նշել։ Եվ անպայման այս ամեն ինչից հետո պետք է, եթե օրինակ բացասական հետևանքներն ենք նշում, եթե օրինակ տնտեսավարող սուբյեկտը չի իրականացնում այդ իրավաչափ վարքագիծը, ամեն դեպքում նրան դրա վերաբերյալ եւս ծանուցվում է։ Եվ դա ունի երկու ելք, եթե տնտեսավարող սուբյեկտը ընդունում է իրավախախտման փաստը եւ որ չի ընդունում։ Սկսենք առաջին, երբ որ ընդունում է տնտեսավարող սուբյեկտը իրավախախտման փաստը, նա ներկայացնում է գրավոր դիմում գրություն որևէ կերպ հանձնաժողովին տեղեկացնում է, որ իրավախախտման փաստը ընդունել է եւ հետևանքները վերացրել է եւ 50,000 դրամ սիմվոլիկ գումար վճարում է պետբյուջե։ Այստեղ տեսենք այդ 50,000 դրամը հիմնական սիմվոլիկ գումար է, բայց ոչ բոլոր դեպքերում են տնտեսավարողները վճարում, երբ որ առաջի անգամ է ապրանքի գնանշման կանոնների խախտումը թույլ տրվում, 50,000 դրամի վճարման տուգանքի, հա, որպես վճարման պարտականություն չունեն նրանք։ Երկրորդ անգամներում, եթե հայտնաբերվում է տվյալ տնտեսավարողի մոտ, նրանք արդեն վճարում են դա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, երբ որ տնտեսավարող սուբյեկտը չի ընդունում
Նախ նշենք, երբ որ ընդունում է ու ներկայացնում է համապատասխան գրությունը հանձնաժողով, գլխավոր քարտուղարի գրությունը, գրավոր ծանուցումը ստանում է ուժի մեջ մտած վարչական ակտի ուժ, եւ դրանից հետո արդեն տնտեսավարողը չի կարող երբևէ հերքել, որ իր կողմից ապրանքի գնանշման կանոնները պահպանել են, չի կարող հերքել իրավախախտման փաստը, արդեն հանձնաժողովը արձանագրել է վարչական ակտի տեսքով, որ իր մոտ կար իրավախախտում։ Իսկ եթե չի ընդունում իրավախախտման փաստը, ապա այս դեպքում հանձնաժողովը արդեն սպառողների շահերի պաշտպանության դեմ իրավախախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել, վարույթի հարուցման առիթների քննարկումը, վարույթի իրականացման կարգը եւ այլն ամբողջը սանված է աշխատակարգով եւ մեր օրենքով հստակ նախատեսված են, թե ինչպես է քննարկում հանձնաժողովը առիթները եւ ինչ դեպքում է վարույթ հարուցում եւ վարույթ հարուցելուց հետո քանի ամիս է տևում վարույթը եւ ինչ եզրափակիչ ակտով են հանդես գալ, օրինակ պատասխանատվության միջոցի կիրառման, օրինակ նախազգուշացման եւ այլն, կախված կոնկրետ գործի փաստական հանգամանքներից։ Զեղչերի եւ ակցիաների մասին խոսենք, առավելագույն նախատեսված ժամկետը 3 ամիսն է, որ կարող է զեղչը կամ ինչ-որ ակցիան իրականացվել, հետաքրքիր է ինչքան ժամանակ անց տնտեսվարողը կարող է իրականացնել միևնույն զեղչը։ Շատ լավ, տեսեք, զեղչերի ու ակցիաների հետ կապված բազմիցս խոսել ենք ու շարունակում ենք իրազեկել մեզ սպառողներին, քանի որ եթե հիշենք մեկ քանի տարի առաջ ինչ վիճակ էր կամ ինչ վստահություն էր սպառողների կողմից դեպի ակցիաները, բավականին տխուր իրավիճակ էր մեզ մոտ, ոչ մի սպառող որևէ կերպ այդ ակցիա բառին չէր հավատում։ Եվ այսպես ի ուրախություն մեզ պետք է ասեմ, որ հանձնաժողովը բավականին մեծ լումա ունի, կարգավորեցինք վերջապես եւ հասանք նրան, որ գոնե որոշակի ժամկետ սահմանվեց եւ որոշակի կարգավորումներ մտցրեցին, այսինքն անժամկետ ակցիաները եւ անժամկետ զեղչերին որոշակի կարգավորումներ եղան։ Ինչպես նշեցիք, արդեն ակցիան իրականացվում է 3 ամիս ժամկետով։ Ակցիան, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտները ակցիաներ իրականացնում են երկու տեսակով։ Կամ անում են զեղչի տեսքով, այսինքն նվազեցնում են ապրանքի գինը, հաշվարկում են նախորդ ամսվա միջին արժեքից եւ նվազեցնում են ապրանքի գինը եւ առաջիկա 3 ամիսների ընթացքում առավելագույնը առաջարկում են իրենց ապրանքը կամ ծառայությունը արդեն նվազեցված գնով։ Մյուս տարբերակը, երբ որ այլ եղանակով են դա կատարում, դա որն է, օրինակի վրա ես ներկայացնեմ, որ ավելի པարզ լինի, երբ որ օրինակ վաճառում են հեռախոս եւ ականջակալը նվիրում են նվեր, կամ ինչ որ երկու պրոդուկտ գնելու դեպքում երրորդը կլինի նվեր, հա։ Նման ակցիաների շրջանակում դարձյալ 3 ամիս է, բայց 3 ամիսը ավարտվելուն պես պետք է ակցիան դադարի 1 ամիս։ Նախորդ ակցիան, որը որ վերաբերվում էր գնի նվազեցմանը, օրենքը չի սահմանափակում, որ 3 ամիս հետո չշարունակվի, բայց փաստացի դա, եթե վերլուծենք, ձեռնտու չէ տնտեսավարողի համար, քանի որ 3 ամիս եթե տնտեսավարողը արդեն վաճառում է ապրանքը ցածր գնով, հաջորդ եռամսյակը սկսելուն պես պետք է հաշվարկը կատարի նախորդ արդեն իջեցված գնից, բնականաբար արդեն շահավետ չի լինում այստեղ, բայց դա տնտեսավարողի ընտրությունն է։ Շուկան բավականին կարգավորվել է, առաջիկայում եւս Սևուրփաթյան գիտեք նոյեմբերն է, զեղչերն է, որպես հորդոր տնտեսավարողներին հանձնաժողովը ինչպես միշտ հատկապես այդ շրջանում ակտիվ հետևում է զեղչերին եւ ցանկացած իրավախախտման դեպքում դա արձանագրվում է, բարբերաբար ստուգվում ենք, այնպես որ մեր սպառողները տեղեկացված լինեն, որ հասկանան, անակնկալների չգան։ Իսկ հետաքրքիր է ապրանքի գինը ինչպես է նվազեցվում զեղչի դեպքում։ Տեսեք, ավելի հստակ նշված հարցը կարգավորվում է առևտրի եւ ծառայությունների մասին օրենքը։ Այնտեղ ընդհանրապես բացված է թե զեղչ հասկացությունը, թե ինչպես է նվազեցումը իրականացվում, զեղչի ու ակցիա իրականացման կանոնները, մասնավորապես նշված օրենքում տալիս է սահմանումը զեղչի, իդեմս նրա, որ զեղչը դա ակցիայի մեկնարկին նախորդող ամսվա ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից դրամական նվազեցումն է, որը արտահայտվում է տոկոսային արտահայտությամբ եւ կարևոր պայման է, որ հրապարակայնորեն հասանելի լինի դա սպառողին եւ ի վերջո, երբ որ զեղչը ավարտվում է, օրինակ եթե 3 ամսով է կամ 4 ամսով է, նախքին գնին պետք է ապրանքի գինը վերադառնա, եթե իհարկե չկան ինչ-որ տնտեսական գործոններ, որի պայմաններով ապրանքը գինը իջել է։ Այստեղ օգտագործվում է ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գին հասկացությունը, պրակտիկայում շատ են խնդիրներ առաջանում ապրանքի վաճառքի ծառայության մատուցման միջին գին հասկացության հետ, որովհետեւ ինչպես հասկացանք, օրենքը չի տալիս միջին գին հասկացության փաստացի բովանդակությունը, ինչ ասել է միջին գին, ինչպես է դա
հաշվարկում եւ այլն, բայց հանձնաժողովը թե պրակտիկայի ընթացքում տարբեր որոշումներով, տարբեր եզրակացություններով պարզաբանել է ինչ է միջին գինը, ինչպես է դա հաշվարկվում, ինչ բանաձևով եւ ինչ կոնտեքստ ունի իր մեջ դա։ Բացի դրանից դատական ներկայացության ժամանակ եւս տարբեր ներկայացությունների ընթացքում մենք պարզաբանում ենք միջին գինի հասկացությունը եւ թե ինչ մեթոդով ենք հաշվարկում եւ ինչու ենք նախընտրում հենց այդ մեթոդը հաշվարկման։ Հիմա այստեղ մի քանի խնդիրներ ունենք, օրինակ միջին գին հասկացությունը քանի որ չկա, այստեղ կարող է առաջանալ իրավական որոշակիության խնդիր։ Արդյոք եթե օրենքը չի տալիս որոշակի հասկացության բովանդակային վերլուծությունը կամ հենց բովանդակությունը, մենք ինչպես կարող ենք դա վերհանել։ Ընդհանրապես նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը նշում է, որ եթե նոր օրենք կա կամ օրենքում փոփոխություններ են տեղի ունենում, դա եթե ու կա այնտեղ բազմիմաստ այլ նոր հասկացություն, պետք է դրա բացատրությունը հստակ տրվի, բայց եթե չի տրվել, դա դեռ չի նշանակում, որ յուրաքանչյուր օգտագործող օրենքը կամ տնտեսավարող սուբյեկտ կարող է մեկնաբանել այն կերպ, ինչպես որ ինքը կցանկանա, ինչպես որ հիմնականում պրակտիկայում հանձնաժողովը հանդիպում է։ Այս դեպքում հանձնաժողովը վերլուծությունը իրականացնում է ելնելով առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարված փոփոխություններից։ Մասնավորապես այդ փոփոխությունները նշում է, որ ինչ են նախատեսել միջին գին հասկացությունը, ինչն է եղել այդ ազդակը, շատ ու շատ տնտեսավարողներ, երբ որ նախկինում իրականացնում էին զեղչեր, արհեստականորեն, քանի որ նախորդ ամսվա ցուցանիշներ հիմք ընդունվում գների, արհեստականորեն գինը բարձրացնում էին ապրանքի, օրինակ 50,000-ից պայմանականորեն 100,000 էին դարձնում, հետագայում միջին գինը բարձր էին ձևավորում եւ հաջորդ ամիս, երբ որ պետք է նախորդ ամսվա միջին գնից զեղչեին, 100,000-ից զեղչում են կամ X թվից զեղչում են, որ ավելի բարձր էր ու արհեստականորեն բարձր էր հարկ է նշել։ Ու այդտեղից երբ որ զեղչում էին, ստացվում է, որ 50,000 դրամանոց ապրանքը վաճառվում էր հաջորդ ամիս 50,000-ով կրկին։ Այս ամենը հաշվի առնելով առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում կատարվեցին այդ փոփոխությունները ու ելնելով հիմնավորումից օրենքի թե ինչու է միջին գինը սահմանվել, ինչ կա դրա ենթատեքստում, կոնտեքստում, հանձնաժողովը տարբեր քանիցս թե որոշումներում պարզաբանել է թե ինչ է միջինը, ինչ է գինը, ընդհանրապես միջին գինը ինչպես է հաշվարկվում եւ այլն։ Միջինը դա առավելագույն եւ նվազագույնի միջին սահմանն է, իսկ գինը դա որևէ երևույթի դրամական արտահայտություն է, արժեքը, դա պարզաբանվել է թե տարբեր ստուգաբանական բառարաններով, թե նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանության միջոցով եւ այլն, ու հարկ է նշել, որ միջին հասկացությունը տարբեր օրենքներում, օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում, տարբեր օրենսդրական ակտերում միջին գին կամ թեպետ միջին հասկացությունը, միջին աշխատավարձ եւ այլն, հենց նույն տրամաբանությամբ է օգտագործում, այսինքն հանձնաժողովը այստեղ վերացարկված վերլուծություն չի անում։ Եվ եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ միջին գին հասկացությունը մենք տալիս ենք նաեւ թե ինչպես ենք հաշվում բանաձևով։ Միջին գինը դա վաճառքի ամսվա ընթացքում վաճառքի գների գումարն է հարաբերությունը օրերի քանակին n-ին, իսկ այդ n-ը, քանի որ մենք ամսվա ընթացքում ենք նշում, այդ n-ը կամ 30-ն է կամ 31-ը պայմանավորված թե ամիսը նախորդ ամիս քանի օր է ունեցել։ Այս հաշվարկման բանաձևը միջին գնի հանձնաժողովը քանիցս կիրարկում է եւ արդեն ունենք տարբեր որոշումներ այս բանաձևով կիրառված։ Բայց տնտեսավարող սուբյեկտների հետ շփումների ընթացքում շատ են առաջանում խնդիրները, որովհետեւ ինչպես նշեցի, միջին գին հասկացությունը նրանց կողմից վերլուծում է տարբեր կերպ ու նրանք օրինակ առաջ են քաշում տարբեր իրավիճակներ։ Եթե օրինակ մի օրվա ընթացքում ապրանքը տարբեր գներ է ունենում տարբեր ժամերի, օրինակ առավոտյան ժամը 10-ին լինում է 5,000 դրամ, երեկոյան ժամը 7-ին 15,000 դրամ։ Այս դեպքում հանձնաժողովը իհարկե վերացարկված չի, ամեն ինչից ուսումնասիրում է օբյեկտիվ քննություն իրականացնում եւ հոգուտ տնտեսվարողի վերցնում է տվյալ օրվա համար վաճառքի գին որպես 15,000 դրամը։ Իսկ ամենաբարձր գինը այդ օրվա։ Կարող են լինել իրավիճակներ, ու այս բոլոր տնտեսավարող սուբյեկտների կողմից նշածներն եմ վերում, կարող են լինել իրավիճակներ, որ ամսվա ընթացքում տարբեր օրերի տարբեր գներ են ունեցել, իսկ օրվա ինչ որ պահի էլ վաճառք չի ունեցել։ Օրինակ ամսի 1-ին եղել է 5,000, ամսի 2-ին տվյալ տնտեսավարողը վաճառք չի ունեցել, ամսի 3-ին եղել է 15,000։ Այս դեպքում մենք կրկին ամսի 2-ին, քանի որ վաճառք չկա, որպես վաճառքի գին, եթե վաճառվեր, ասենք, ընդունել ենք 15,000-ը կրկին հոգուտ տնտեսավարողի։ Այսինքն միջին գինը չի հաշվարկվում հանձնաժողովի կողմից ի վնաս տնտեսվարողի։ Միջին գինը հաշվարկվում է հանձնաժողովի կողմից հոգուտ տնտեսվարողի, հաշվի առնելով այս բոլոր նյուանսները եւ մի կարևոր փաստ եւս տնտեսավարող սուբյեկտը չի կարող ակցիա իրականացնելու միջին գին ունենալ, եթե օրինակ առաջի ամիսն է սկսում իր գործունեությունը ու նախորդ ամիսներում գործունեություն չունի, փաստացի վաճառք եւ այլն չունի, այս դեպքում չի կարող միջին գնի մասին ուղղակիորեն խոսել, որովհետեւ միջին գնի համար պետք է որ տնտեսավարող սուբյեկտը նախորդ ամսին գործունեություն ծավալած լինի եւ ապրանք վաճառած լինի, որ մենք հասկանանք վաճառքի գինը ինչքան է եղել եւ միջին գինը հաշվարկենք ըստ դրա նա իր ակցիայի արդեն տոկոսը եւ շեմը նախատեսի։ Ապրանքների վերադարձին անդրադառնանք, որը թերևս շատ կարևոր հարց է, որը պարբերաբար կարծում եմ տրվում է մեր սպառողների կողմից։ Մենք բոլորս գիտենք, որ 14-օրյա ժամկետում է վերադարձարվում ապրանքների, բայց կան ապրանքներ, այնուամենայնիվ, ինչպիսիք են դեղագործական ապրանքներ, օրինակ, որոնք վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն։
Այ հետաքրքիր է, ինչ անի սպառողը, եթե իրեն ոչ պատշաճ ապրանք է վաճառվել, վերադարձնի փոխանակի կամ որտեղ դիմի, ինչ անի ընդհանրապես։ Իրականում այո, պրակտիկայում շատ հաճախ հանդիպող դեպք է, երբ որ տնտեսավարող սուբյեկտները վաճառում են որևէ ապրանք, սպառողը այդ բանին ձեռք է բերում ու տարբեր հատկանիշներով պայմանավորված կամ ոչ պատշաճ որակով կամ որակը իրեն համար ընդունելի է, բայց չի ցանկանում այլևս օգտագործել, պետք է իդ վերադարձնի։ Այստեղ կարող ենք բաժանել երկու մասի, երբ որ իրացվել է պատշաճ որակի ապրանք եւ երբ որ ոչ պատշաճ որակի ապրանք է իրացվել։ Եթե իրացվել է պատշաճ որակի ապրանք, այսինքն մենք այստեղ որակի հետ կապված որևէ խնդիր չունենք, այստեղ խնդիրը զուտ վերադարձի հարցն է, այո, ինչպես նշեցիք, իրավաճապը 14 օրյա ժամկետում սպառողը իրավունք ունի վերադարձնել այդ ապրանքը, բայց կան որոշակի պահանջներ, որ պետք է սպառողը եւս պահպանի, մասնավորապես եւ ժամկետի պահանջը 14 օրյա ժամկետում, ընդ որում շատ են հարցերը, արդյոք եթե օրինակ փոստային ծանոթության միջոցով է հետ ուղարկվում, եթե օրինակ փոստին է հանձնել արդեն ապրանքը, դա եւս համարվում է 14 օրը ժամկետը պահպանած, կամ սուրանդակային առաքմամբ, տրանսպորտային ցանկացած առաքման եղանակով եթե փոխանցվել է 14-րդ օրը, համարվում է ժամկետը պահպանված։ Այստեղ խնդիրը մեկ այլ է, արդյոք պատշաճ որակի է գտնում այդ ապրանքը, որովհետեւ վաճառողից վերցրել ենք պատշաճ որակով, պետք է հենց այդ նույն որակի հետ տանք։ Եվ այստեղ կարևոր է որ օգտագործած չլինի, այսինքն մակնշումներ, կապարակնիկներ, որակական հատկանիշները ապրանքի կորցրած չլինեն, որ կարողանա հետագայում վաճառողը նպատակային նշանակությամբ եւս օգտագործել։ Եվ եթե այս բոլորը վավերապայմանները պահպանված են, ապա սպառողը այո կարող է պատշաճ որակի ապրանքը 14-օրյա ժամկետում հետ վերադարձնել, բայց կան որոշակի բացառություններ, մասնավորապես այդ բացառությունները սահմանվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, եթե օրինակ սպառողը վերցրել է ապրանքը, որը որ բոլոր անհատական չափանիշներին, որը որ նա ի սկզբանե մատնանշել էր եւ վաճառողը դա ապահովել է, գնորդը վերցրել է հենց այդ ապրանքը, անհատականացված ապրանք, այլևս հետ չի կարող վերադարձնել։ Հետ չեն կարող վերադարձվել նաեւ ամսագրերը, գրքերը, թերթերը, հետ չեն կարող վերադարձվել նաեւ կապարակնքված ապրանքները իրենց էկոլոգիական նշանակությունը հաշվի առնելով, ինչպես նաեւ հետ չեն կարող վերադարձվել շուտ փչացող ապրանքները, հիմնականում այս խնդրին բախվում են, երբ որ սնունդ եւ այլն այդպիսի ապրանքներն են, շուտ փչացող, պիտանելիության ժամկետ ունեցող եւ այլն, այդ կարող է վերադարձվել միայն պիտանելիության ժամկետի սահմաններում։ Սակայն այստեղ հարցի երկրորդ կողմն այն է, ու հիմնականում դա է հանդիպում, երբ որ ոչ պատշաճ որակի ապրանքներ են իրացվում սպառողին, այս դեպքում որ սպառողը վերցնում է ոչ պատշաճ որակի ապրանքներ, նա եւս իրավունք ունի, իրավունքների պաշտպանության եղանակներ կրկին սահմանվել են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, մասնավորապես նա կարող է պահանջել մի քանի եղանակներով վաճառողից իր իրավունքների պաշտպանության համար, դրանցից մեկը օրինակ ապրանքի գինը համաչափ նվազեցնելն է, կամ երկկողմանի ռեստիտուցիան է, հետ են վերադարձնում ապրանքը ոչ պատշաճ որակի, իսկ վաճառողը դրա փոխարեն գումարն է հետ վերադարձնում, կամ կարող է ինքը անձամբ թերությունները վերացնել ապրանքի եւ պահանջել, որպեսզի իր կատարած ծախսերը վաճառողը փոխհատուցի։ Իսկ եթե թերությունները վերացնելի չեն, կարող է պահանջել, որ փոխարինի մեկ այլ ապրանքով կամ տվյալ նույն տեսակի ավելի պատշաճ որակի ապրանքով։ Այսինքն այստեղ սպառողը ունի մի քանի եղանակներ օգտվելու, եթե վերցրել է ոչ պատշաճ որակի ապրանք, իր իրավունքները պաշտպանելու մի քանի եղանակներ այո կան, բայց կան նաեւ որոշակի պահանջներ այս դեպքում եւս։ Օրինակ պետք է սպառողը պահպանած լինի չեկը կամ երաշխիքի կտրոնը, եթե օրինակ վաճառողը կախված ապրանքի տեսակից է, ինչ ապրանք է վաճառվել, երաշխիքային կտրոն կամ չեք ապրանքային, որը որ տրամադրվել է իրեն, որպեսզի հետ վերադարձնի հավաստում նրա, որ ապրանքը ձեռք է բերվել այսինչ օրը եւ որակը պահպանված չի եղել։ Հետագայում, քանի որ խնդիրը որակն է, պետք է ստուգվի նաեւ որակը վաճառողի եւ գնորդի միջեւ։ Այդ ստուգումը հիմնականում իրականացվում է բանավոր ընթացակարգով, երբ որ հրավիրում են օրինակ գնորդը գնում է վաճառողի մոտ եւ այդտեղ կատարվում է փաստացի որակական հատկանիշների ստուգում, բայց շատ են դեպքերը, երբ որ օրինակ գնորդն ու վաճառողը չեն համաձայնության չեն գալիս որակական հատկանիշների հետ կապված, այս դեպքում վաճառողը կարող է այն ուղարկել փորձագիտական հետազոտության լաբորատորիա, որպեսզի եզրակացությամբ հաստատվի այդ ապրանքի որակական հատկանիշները պահպանված են եղել, թե ոչ, ու այս դեպքում արդեն սպառողը կարող է, եթե օրինակ փորձագիտական եզրակացություն կա, որ ապրանքը X որակի էր, բայց փաստացի չի պահպանվել որակական հատկանիշները կամ պահպանվել է, կախված իր համար ոչ ձեռնտու արդյունքի, կարող է դա բողոքարկել այդ եզրակացության արդյունքը։ Այստեղ եւս սպառողի իրավունքները պաշտպանված են։ Հիմնական կանոնը դա է, որ ոչ պատշաճ որակի ապրանքների իրացվելու դեպքում ամեն դեպքում սպառողները ունեն պաշտպանության հստակ երաշխիքներ, այդ ամեն ինչը սահմանվում է սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով, թե պայմանավորված պատշաճ որակով ապրանքների իրացման, թե ոչ պատշաճ ապրանքների իրացման հետ։ Անդրադառնանք նաև սպառողներին, ովքեր հայտնվել են այս թվարկված իրավիճակներում, իրենք կարող են արդյոք հաղորդում ներկայացնել հանձնաժողովին եւ պահպանվի իրենց գաղտնիությունը, ինչպես է ընդհանուր ընթացակարգը։
Ընդհանուր ընթացակարգը գաղտնիության պահպանման առումով ունենք հետևյալը, երբ որ սպառողը հաղորդում է ներկայացնում կամ տնտեսավարող սուբյեկտը հաղորդում է ներկայացնում եւ ցանկանում է իր տվյալները գաղտնի պահել, ապա հանձնաժողովը դա եւս նախատեսել է, ունենք հատուկ գաղտնագրման ընթացակարգ, որ կարող է ծրարով մոտեցնել եւ այդտեղ նշում կատարել, որ ցանկանում է տվյալների փակման, այդ բaragայում արդեն եւ անունազգանունը սպառողի եւ տնտեսվարող սուբյեկտի անունազգանունը եւ որոշակի ինֆորմացիա, որով որ նույնականացնելով կարող ենք բարձրով էր տնտեսվարող սուբյեկտը ամբողջությամբ ծածկվում են նոր արդեն տալիս կատարող բաժնին։ Բայց ընդհանուր առմամբ սպառողների հարթակը, որը որ ստեղծվել է, այս բaragայում, քանի որ ստանում ենք բողոքը եւ անմիջապես ուղարկում ենք տնտեսավարող սուբյեկտին, որպեսզի կարգավորի սպառողի բողոքը, բնականաբար մեզ պետք է որ սպառողի տվյալները բարձ եւ հստակ նշված լինեն, քանի որ բողոքների մեծ մասում 5 դրված է, որ գումարային տեսքով փոխհատուցումներ ունեն, այստեղ արդեն տնտեսվարող սուբյեկտը պետք է նույնականացում կատարի, ճշտի ով է եղել սպառողը կամ ինչ խնդիր է եղել, որպեսզի փորձի հարթել խնդիրը, ավելին փորձի փոխհատուցում կատարել իր 14 օրյա ժամկետի շուրջ։ Այս մասով էլ եւս սպառողները որևիցե խնդիր չպետք է ունենան եւ այդ կարծրատիպերը, որ բողոքը չհասնի, բողոքը չիմանան, պետք է մենք մեր մեջ կոտրենք, ուզում եմ փաստով այսպես արձանագրել, որ սպառողների հարթակով արդեն շուրջ կարճ ժամանակահատվածում ունենք տասնյակ բողոքներ, որոնք լուծվել են ի օգուտ մեր սպառողների եւ գումարի տեսքով այսօրվա դրությամբ ունենք մոտավորապես 700,000 դրամի փոխհատուցում, ինչը շատ այսպես ուրախալի թիվ է մեզ համար, որովհետեւ 700,000 դրամը ոչ թե միայն մեկ անձով պայմանավորված է, այլ այսպես փոքրիկ տասնյակ սպառողների լուծված խնդիրներն են, մեկը 3,000 դրամի, մյուսը 5,000-ի, 15,000-ի պայմանագիր էր, որտեղ որ իր իրավունքը ոտնահարվել էր, տնտեսավարողները այսպես փոխհատուցել են եւ այսպես վիճակագրական մենք ունենք այսքան փոխհատուցում, որը որ հանձնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկն եմ համարում, գոհ սպառող, որը որ մոտիվացնում է մեզ ավելի լավ աշխատելու, ավելի լավ արկելու ոլորտը եւ հանձնաժողովին տրված իրավասությունների սահմանում սպառողների շահերը ավելի բարձր մակարդակով պաշտպանելու համար։ Այնպես որ սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, եթե դուք եք հայտնվել վերնշված իրավիճակներից որևիցե մեկում, ապա անպայման դիմեք հանձնաժողովին։ Մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին այսօր այսքանը, իսկ մեր հաղորդման հյուրերն էին Սպառողների շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Շուշանիկ Ղազարյանը եւ իրավաբանական վարչության ավագ իրավաբան Մերի Օհանյանը։ Շարունակեք մեզ լսել, կհանդիպենք։